թոշակը բարձրանում այնտեղ ապրանք հետը թանկանում ու տարբերությունը որն է։ Այդ թոշակները, այսպես ասած, որ տվեցին, դրա կրկնակին ամեն ինչ թանկ է եւ ոչինչ է դա։ Այսօրվա այս վիճակի համար։ Так что это հեչ բան է։ Նենց չի որ տվեցին, դրանով արդեն մենք մտածեցինք, որ փրկվեցինք։ Եթե չլինեն մեր տղաները, մեր երեխաները, մեզ չօգնեն, մենք ուղղակի չենք գոյատևի ու վերջ։ Թոշակը բարձրացնելն իհարկե լավ է, բայց եթե նույն պահին հացը, դեղը, լույսը, գազը, սնունդը ավելի արագ են թանկանում, մարդն այդ բարձրացումը ուղղակի չի զգում։ Թղթի վրա թոշակը ավելանում է, բայց իրական կյանքում մարդը խանութից ավելի քիչ բան է կարողանում ձեռք բերել։ Սա է խնդիրը։ Աշխարհում այս հարցը լուծում են շատ պարզ ձևով։ Թոշակը պետք է կապվի իրական գների հետ։ Եթե գները բարձրանում են, թոշակն էլ պետք է ավտոմատ բարձրանա։ Ոչ թե ընտրությունից ընտրություն, ոչ թե կառավարության բարի կամքով, այլ օրենքով։ Պետությունը պետք է հաշվարկի ոչ թե միջին թվեր, այլ այն, ինչ իրականում գնում է թոշակառուն։ Հաց, դեղ, մթերք, կոմունալ վճարներ, եթե այդ ամենը թանկացել է, ապա թոշակի բարձրացումն էլ պետք է լինի համարժեք։ Մեր համոզմամբ այս պահին թոշակները պետք է բարձրանան առնվազն 30-40 հազար դրամով։ Մարդն ամբողջ կյանքում աշխատել է, հարկ է վճարել, պատերազմի ու աղետների միջով մեզ ավանդել է պետություն, ծերության տարիներին նա չպետք է ապրի վախով, դեղ, սնունդ գնի, լույսի վարձը վճարի, թե թորան համար մի արժեքավոր նվեր գնի։ Մեր առաջարկն է, Հայաստանում պետք է լինի արդար ինդեքսացիա։ Թոշակը պետք է բարձրանա այնքան, որ մարդն իրականում զգա այդ բարձրացումն իր գրպանում, սառնարանում, խանութում, դեղատանը։ Թոշակը օգնություն չէ, թոշակը մարդու վաստակած իրավունքն է եւ պետության պարտքն է այնպես անել, որ այդ իրավունքը գնաճի տակ չփոշիանա։ Արժանապատիվ ծերության համար քվեարկիր հանուն հանրապետության, համար 18։